Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է դերասան Կարեն Խաչատրյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Այսօր սեպտեմբերի 27-ն է, 5 տարին լրացավ 44-օրյա պատերազմի սկսվելու։ Ինչ վիճակում ենք 5 տարի անց մենք։ Վատ վիճակում ենք։ Եվ եթե պատերազմից հետո մի անգամ կապիտուլյացիա է լինում, ինչ-որ բան է ստորագրում ու վերջ, մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամ փաստորեն կապիտուլյացիա ունեցանք, այսինքն Նիկոլը ամեն օր է կապիտուլյացիայի ենթարկվում, ամեն օր, եւ մեզ էլ քաշումը դրա մեջ։ Այս ընթացքում շատ ինֆորմացիա է դուրս եկել, արտահոսք եղել, շատ բաներ են խոսվել։ Ես կարծում եմ, որ կարելի էր խուսափել պատերազմից, այնուամենայնիվ, բայց դա չարվեց։ Այնքան խոսվել է թեմայով, ես ոչ մի բան չեմ ուզում ասեմ դրա հետ կապված, ես ուղղակի ուզեի ասել, որ հողը ինքը կարելի է նորից վերցնել, կորցնել, վերցնել, չգիտեմ, բայց մենք կորցրեցինք այդ լուսավոր սերունդը եւ դա շատ անդառնալի է եւ դա ցավալի է շատ բոլոր տեսակի այդ պատմությունները, որոնք հետո պետք է դառնան հավաքվեն եւ դառնան հայ ժողովրդի պատմություն, ճշմարիտ պատմություն, ինչ որտեղ երբ դա չի գրված, չգիտենք շատ բաներ, շատ մանրամասնություններ եւ ես կարծում եմ, որ մինչեւ իշխանությունը չփոխվի, մենք չենք էլ իմանա շատ բաներ։ Եվ այսպես ենթադրություններ անել, մեղադրել, դու ես մեղավոր, դու ես մեղավոր, դու ես մեղավոր։ Կարծում եք մեղավորներ կան եւ դա մեկ հոգու կամ մի քանի հոգու մեղավորություն է, թե ավելի մեծ շրջանակի մեջ ընդգրկում։ Կամ ընդհանուր կազմակերպչական խնդիրներն էին պատճառը, կամ պատրաստ չէինք այդպիսի մեծ պատերազմի։ Գիտեք, ես մի անգամ կարդացի Արցախի ազգային ժողովի նախագահն էր հարցազրույց տվել, Արթուր Թումանյանը։ Երևի։ Ինքը դե ասում է, որ Սերժը եկավ, ասաց տվեք պիտի այս տարածքները տրվի։ Արցախում ասել են ոչ, Սերժն ասել է պատրաստվեք պատերազմի։ Մարդը ասել է դա։ Թերթում է տպվել, բան, ես կարդացել եմ։ Պատրաստվել պատերազմի։ Ամբողջ հարցը այն է, որ ըստ էության մենք համասացինք ոչ չենք տալիս այդ ոչ մի թիզական մոտեցումը եւ դրա հետ մեկտեղ ոչ էլ պատրաստվեցինք։ Եվ ես հիշում եմ այդ պատերազմի օրերին, պատերազմը գնում էր ռուսական ալիքներով այդ թոք-շոուները, բան քաղաքական դիսկուրսները, նույնիսկ այնտեղ բարձրաստիճան զինվորականները, որոնք դե հասկանում են գործիցնած գեներալներ, բան, որոնք դարձել էին պատգամավոր կամ չգիտեմ ինչ, զարմանում էին, թե մենք այսինչ վատ պաշտպանական գծեր ունենք, այսինքն 30 տարվա մեջ այսպես պաշտպանական գծեր են ունենում, շատ իրանք էլ են զարմանում, անհավատալի է, այսինքն իրանք էլ կարծում էին, որ պետք է, որ մենք ունենայինք այդ ռուբեժները, ոնց որ ռուսերեն են ասում, հա, պաշտպանական ռուբեժները, հայերեն չգիտեմ այդ բառը ոնց է։ Դե սովետի մարդ եմ, սովետական բանակում եմ ծառայել, հայկական այդ տերմինոլոգիան չգիտեմ։ Ու փաստորեն մենք չենք ունեցել կամ թույլ է եղել։ Այսինքն ոչ, համ ոչ ասեցինք, համ էլ չպատրաստվեցինք ըստ էության։ Ավելին, հասարակության մեջ այդ ոգեղենը չկար, կռվում էին միայն ժամկետայինները եւ այն նվիրալները, որոնք գնացին, այսինքն մեծ հաշվով Հայաստանը ինքը չկռվեց, մեծ մոբիլիզացիա չարվեց։ Բայց կամավորներ գնացին, ասում են նույնիսկ շատեն հետ էին ուղարկում։ Այդ մեծ թվով այդ ուղարկում էին, որովհետեւ անկազմակերպություն կար։ Ես մի անգամ զրուցեցի
մի հատ կամավոր էր գնացել, ասում է ես գնացել եմ այնտեղ, ես պարապ նստած եմ, ասում եմ ինձ մի բան տվեք անեմ, ես միտեղ ուղարկեք։ Եվ ի վերջո մարդիկային բողոքում են, որ իրեն գնացել են, ասել են գնացեք, մենք ձեզ կկանչենք, այդպես էլ չեն կանչել։ Այդ եմ ասում։ Եվ բայց կամավոր գնում էին մարդիկ։ Կամավոր գնում էին, բայց էլի դա ոչ թե մենք դի կամավոր չգնայինք։ Մենք բանակ ունեինք այստեղ։ Դե Փաշինյանն էր կոչ արել, ով տունը մուշտակ ունի, վերցնի գնա։ Հա, բայց էլի դա կամավորականություն է, մենք դի բանակ ունենք։ Մենք այսքան տարվա 30 տարվա մենք ասում ենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակ մենք անընդհատ լսել ենք։ Եվ բարձվեց այդ բանակը, այդ մարտունակ բանակը չմասնակցեց Հայաստանի կողմ եւ այսօր ասում են արցախցին ասում են մենք մենակ ենք մնացել, հա ես ինչ որտեղ հասկանում եմ իրանց։ Այսինքն հասկանում եմ ինչ են ասում իրանք։ Հասկանում եք։ Եվ մի դրվագ եմ ուզում պատմեմ, հիմա հիշեցի, այդ օրերին Ցեղասպանության թանգարան ինստիտուտը գումար էր հավաքել ռազմաճակատ զինվորներին մթերք ուղարկելու համար, ես օգնեցի, գնացինք Grand-Candy բան այդպես շոկոլադ, թխվածներ, վաֆլիներ եւ այլն ամեն ինչ։ Եվ տարանք դա Սարգիս Մուրադյան թանգարան, այնտեղ պարզվեց այնտեղ պետք է հավաքվեր եւ այդպես դնում ենք այդ արկղերը բան ու մեկ է նայում այդ սենակներից մեկում այդ բան են գործում այնտեղ ժողովուրդը ցանցի վրա ցանցերը գործում էին բան լուր շատ ինձ խորհրդավոր մի բան կար ես մտածում ինչ որ մեկը նկարեց դա դոկումենտալ ֆիլմի նյութ էր էլի եւ ասենք ուզում ես դու էլ մտնես մի լաթի կտորել դու անես էլի մի բանով ու տեղ չկա ասես քիփ մարդիկ բան այդպես ու տարբեր մարդիկ արվեստի մարդիկ կային բան կային եւ այլն ասես բան հա հետո դուրս ես գալիս այդ թանգարանից ու տեսնում ես ասես կասկադում վեր են ընկած նարգիլե են ծխում էս են Միշտ են ուտում ես են անում ինչ-որ բան ստացվում վեր են չկար այդ չէին հավատում որ պարտություն կարող է կրեն նայեք եթե դա պատերազմ է մենք պետք է բոլորովս պատերազմենք օրինակ մի անգամ ես սփյուռքահայ ընկեր ուներ իր հետ վիճեցինք ես նեղացավ ինձանից բայց Աստված իր հետ ես ասեցի սփյուռքից քանի հոգի եկան այստեղ Այդ 44 օրվա մեջ Սփյուռքից ինչքան մարդ եկավ հայ կռվելու Ահագին մարդ եկել է երիտասարդներ ինչքան ասեք թիվ ասեք 10 հոգի 20 հոգի ինչքան 10 հոգի 20 հոգի չեմ կարծում 10-20 տեսեք տարիներով միշտ Սփյուռքում ես եղել եմ էլի գիտեմ դեռ բանակումներ են բան են սկաուտական բան դեռ նրանց զինվորականներ կան գեներալներ կան ուրիշ երկրներում հայ եւ այլն լիքը մենք մասնագետներ ունենք որոնք տիրապետում են այդ ռազմական գործին եւ ինչքան մարդ եկավ եւ էս պարզվեց էս 3 միլիոնի վրա է դրած էս հողի պաշտպանությունը այսինքն մենք սփյուռքն էլ չմասնակցեց մեծ հաշվով հա ես մի անգամ կարծեմ ասել եմ այդ մասը աջակցություն տրամադրեցին աջակցություն այո լավ դու գումար ես բայց ինձ գումար պետք չի մարդ է պետք այնտեղ կանգնի զինվորական է պետք պրոֆեսիոնալ զենքին տիրապետող ընդ որում տարբեր զենքերի Եվ այդ սփյուռքը չմասնակցեց, հա, գումար ենք տվել, գնացեք ձեզ զենք առեք։ Շատ չեն մասնակցում։ Երիտասարդներ կան։ Շատ երիտասարդներ նույնիսկ զոհերի մեջ կան։ Այդպես չեն մասնակցում։ Այ տեսեք, Իսրայելի եւ Պաղեստինի պատերազմը, ես կարծեմ մի անգամ ասել եմ նորից, այդ ժամանակ տեսեք հрьяաների օրինակը, հա, ես չեմ սիրում իրանց օրինակ վերել, բայց ստացվում էլի Այդ պատերազմի սկզբից տասնյակ հազարավոր կամավորներ տարբեր երկրներից եկել են Իսրայել կռվելու տասնյակ հազարավոր եւ այնպես չէ որ իրանք վեճեր չունեն իրար հետ կոնֆլիկտներ չունեն չէ այնտեղ տարբեր տեսակի հрьяաներ կան բան այդպես պահպանողականներ բաներ խասիդներ չգիտեմ ինչ շատ վեճերի մեջ են իրար հետ գաղափարական իմաստով նույնիսկ բայց հենց հարցը վերաբերում է ավետյաց երկրին վերջացավ այդտեղ սաղ գալիս են այդտեղ դա միակ կետն է որտեղ հավաքվում է ամբողջ եւ մտավոր եւ ֆիզիկական եւ ֆինանսական ամբողջ ռեսուրսը ավետյաց երկիր եւ հрьяաները
իրենց այս օրինակով ցույց տվեցին, որ այո, կարելի էր դա անել։ Հիմա էլ իրանք անում են։ Թողնենք այդ այնտեղ ինչ են անում, ցեղասպանությունը թե չէ, այդ թողնենք, բայց իրենք իրենց առաջ դրած հարցը լուծեցին։ Մենք դա չարեցինք։ Սփյուռքից ինչքան մարդ եկավ։ Ինչքան, լավ, 20 հոգի, 30 հոգի, ինչքան, բայց ինչ 10 Սփյուռքում մենք ավելի շատ հայություն ունենք, քան Հայաստանում։ Հիմա այդտեղ պետության գործառույթը կար, որ Սփյուռքից գային։ Այո, որովհետև այդտեղ ինձ թվում է եկեղեցու գործառույթն է կար, որ պետք է եկեղեցին էլ մոբիլիզացնել հայ ժողովրդին եւ ամենայն հայոցը, ինքը ամենայն հայոցը, ինքը պետք է դիմեր ուրիշ կոչով։ Այդ հիմա ասում են, հա, զանգերը չտվեցիր, չգիտեմ, լավ չտվեցիր, դա թողնենք, բայց կոչ էր պետք, այդ կոչը չեղավ համայն հայությանը, այսինքն հայ ժողովուրդ, ամեն ծալքերից, ծայրերից, հայրենիքը վտանգի մեջ է, հասեք փրկության, այսպեսի Հավանաբար պատկերացումը չկար, որ իսկապես այդքան ծայրահեղ վիճակ է, որովհետև անընդհատ հաղթելու ենք, վերջի շրջանում հասկանալի դարձավ, որ շատերի մոտ, որ իսկապես պարտվում ենք մենք, որովհետև քարոզչությունը այլ բան էր ասում։ Տեսեք, մի շաբաթ գնաց, 2 շաբաթ գնաց, հրադադարները խախտվում էր, անընդհատ վիճակը ծանրանում էր։ Կարդում ես Զոյերի անունները, բաները գրվում են, դա սարսափ է, դա լուրջ է, այսինքն 90%-ը մեծ մասը, լավ այսպես ասենք, ժամկետային զինծառայողներ էին այդ անունները գրվում են։ Այո, այդ սա Մարտունակ բանակի ուրեմն բան է, վերաբերմունք է, այսինքն 2 ամիս ծառայած տղան, որը նույնիսկ ավտոմատը Կալաշնիկովը վարժ չի քանդում, ուղարկում ես առաջին գիծ։ Իսկ այնտեղ զինվորականներ չկա։ Տեսեք, Արցախի առաջին գոյամարտի ժամանակ ինչքան խորհրդային բանակից եկան սպաներ, կռված, որոնք ունեին փորձ, այդ եւ բանակ ստեղծեցին, չկար այդ բանակը, այսինքն էլի կամավորներ էին բան եւ պրոֆեսիոնալներ եկան շատ, թողեցին իրենց տակուկ տեղերը, բան եկան, գենշտաբ ձևավորեցին, բանակ հրամանատարություն վերցրեցին ձեռքը, այսինքն պրոֆեսիոնալիզմ մտավ եւ դա էլ շատ օգնեց, որ մենք հաղթենք։ Այս անգամ չեղավ ոչ մի բան չեղավ։ Եվ այդպես Իսկ 5 տարի անց ինչ վիճակում ենք մենք հիմա, արդյոք ավարտվել է պատերազմը։ Թե մենք շարունակում ենք մնալ այդ իրավիճակի մեջ։ Մենք ամեն օր շարունակում ենք ենթարկվել կապիտուլյացիայի, ամեն օր դա շարունակվում է, այսինքն Ադրբեջանը էս է ասում, մենք անում ենք, վիզը ծռում է, Նիկոլը էս է անում, եւ ԿՊԱ-ականներն էլ եւ այն լոբինգը, որոնք Նիկոլին պաշտպանում են, այս մարդ կուսակցություններ կան, բան կան, զրտուզիբիլը, արդարացնում են այդ ամեն ինչը, այո, ու դու ժողովուրդն էլ նայում այդ քաղաքական դաշտին, դե ու էլի եւս մեկ անգամ համոզվում ես, որ քաղաքականությունը մեծ հաշվով դա մեծ բորնկություն է էլի իսկապես։ Եվ ես այդ իմաստով հասկանում եմ Միքայել Սրբազանին, որ ասում է կուսակցականությունը մեր տունը քանդեց ամեն։ Այդ ես հասկանում եմ, թե ինքը ինչ է ասում։ Ինձ համար հասկանալի են այդ խոսքերը։ Եվ այդ բանը չեղավ, այդ ոգեղենը դա հայրենասերների ուղղակի հայրենասերների ինչ որ մի քանակի վրա էր։ Տեսեք, երեք նայում եմ մի ֆիլմ, ես այդ ֆիլմը չէի տեսել, Արքան է խոսում։ Այդ ֆիլմը ինչի մասին է, որ երբ որ Անգլիան արդեն Մեծ Բրիտանիան մտնում էր պատերազմի մեջ, երկրորդ համաշխարհայինի մեջ, եւ Գևորգ Թագավորը պետք է ելույթ ունենա, դիմի ազգին։ Եվ կակազում է, վատ է խոսում, վախենում է ինչ ասի, մարդ են բերում, պարապում է հետը, որ ճիշտ խոսի ռադիոյով, բան եւ այլն, ինքը թագավոր է, ինքը պետք է դիմի։ Եվ թողնը, ես չեմ ուզում, հանճարեղ ֆիլմ է եւ սցենարը եւ դերասանական խաղը, բայց դա կարևոր չէ։ Ես ուշադիր լսեցի, թե ինչ է ասում թագավորը։ Այսինքն ինչ տեքստ է ասում, տեքստը, դա պատմական բան է, էլի, այսինքն գեղարվեստականություն կա իր, բայց պատմական փաստ։ Եվ թագավորը ինչ է ասում ժողովրդին։ Դա շատ կարևոր է, եւ լսեցի, ասենց դեք հուզիչ էր շատ,
Շատ հուզիչ տեքստ է ու ներ ցույց են տալիս որ այդ տեքստը հենց այդ նույն պահին լսում են գործարանում, փողոցում, այստեղ, այնտեղ ու ժողովուրդը լսում ու դու զգում ես որ ժողովուրդը հասկանում է ու ոտի է կանում, այսինքն թագավորի հետևից ուզում է գնա թագավորի հետևից, որովհետև շատ անկեղծ խոսքեր են, շատ ազնիվ պահվածք է, շատ ազնիվ է այդ ամեն ինչ, ուզում ես դու գնաս։ Այդ խոսքը չհնչեց։ Մեր իրականության մեջ չհնչեց։ Եվ բայց ինչու կոչեր էր անում գնալ եւ հայրենիքը պաշտպանել։ Կինն էլ ասում էր ես գնացի, որ օրինակ ծառայեմ։ Գիտեք, այդպես չեն դիմում, երբ որ դու կանգնում ես ազգային ժողովում ու նախապես արդեն գուժում ես պարտությունը, այսինքն ինչ որ լինի մենք մեզ պարտված չենք, դա արդեն դա պարտություն է։ Այդպիսի բան չի, այն է ազգային ժողովում։ Ինքը ամենասկզբից գուժեց պարտության մասին։ Ու դա, ինչ ասեմ, դա երևի ամենամեծ հանցագործություններից մեկն է, երկրի ղեկավարը այդպիսի տեքստ ասի, հասկանում եք։ Այդպիսի շատ օրինակներ կան պատմական։ Արցախը կորցնելուց հետո մենք ինչու չկարողացանք վերջապես ձերբազատվել հայ-ադրբեջանական այս կոնֆլիկտից, ինչը որ ասում են, որ Արցախը կորցնելուց հետո խաղաղություն կլինի, արդեն Ադրբեջանի հետ որևէ խնդիր չի լինի, ինչու դա չեղավ։ Այս ընթացքում պատերազմը իհարկե կոտրեց մեր ոգեղենությունը եւ Նիկոլը Քփ-ն, այս իշխանական այսինքն խնդիրը Արցախը չէր այստեղ կոնֆլիկտի անընդհատ նորից ամեն օր աշխատանք են տանում, որ մեր ոգին կոտրեն ամեն օր։ Ամեն ասույթը, ամեն խոսույթը, ամեն մի թեզը, գաղափարախոսությունը, սա ոգեղենի կոտրում է։ Այսինքն նվաստացնել, ամեն օր կապիտալ։ Տեսեք, սովորական ոչ հարցում։ Բոլորը, թեկուզ այդ սիմվոլների հարցը, թեկուզ այդ դու կոտրում են քեզ։ Տեսեք հիմա լսում եմ Ալիևին, Մակի ամբիոնից, էլի մեզ ագրեսոր է ասում։ Հա? Պետք է ասում եք ցեղասպանը մեզ ագրեսոր է ասում։ Ու Նիկոլը չի պատասխանում։ Չի ասում դու ցեղասպան ես։ Դու Թուրքիային է չի ասում դու ցեղասպան ես։ Եվ ինչ է ասում, ասում է դու որ տունդ վերանորոգում ես պատերիդ ինչ որ նկարներ կարող անես, հարևանդ կարող է նեղվի, դուրս չկա։ Ապուշ էլի։ Ասենք մարդ իշքան պետք է ապուշ լինի այդպիսի բան ասի։ Սա քաղաքական ղեկավարության խոսվիթ է։ Ասենք դու այդ չես ասում, այդ հարևանը ցեղասպան է։ Եվ ընդ որում ես որ ասում են, հա Օսմանյան Թուրքիայից հետո էլի ցեղասպանություն է։ Հա թուրքը ցեղասպանություն է արել։ Եվ Զմիրնիայում 22 թվականին սեպտեմբերին մեծ ցեղասպանություն է լինում, հայերին, հույներին կոտորում է հենց Աթաթուրքը, այսինքն մինչև 22-23 թվականը ցեղասպանություն է եղել։ Եվ այդ ժամանակակից Թուրքիայի հայրը, հենց հանրապետական Թուրքիան, ինքը հենց ցեղասպան է։ Եվ այսօր դու այդ ցեղասպանի հետ գնում ես ինչ որ հարաբերություններ, բան, եւ ինքը ասում է, այս արա դու անում ես։ Ու դու չես ասում, բայց դու ցեղասպան ես։ Դու այդ մասին չես խոսում։ Ալիևը այսօր Մակի ամբիոնից պետք է փախներ ուղակի։ Մակից այդ ժամ պետք է ասվեր դու ցեղասպան ես։ Դու քոչվոր թուրք։ Չի ասում դա։ Դե ով պետք է ասի, մենք պետք է ասենք, բայց դա չենք ասում։ Եվ որ դու չես ասում եւ Ալիևը քեզ էլի նվաստացնում են, ասում են օկուպանտ ես, SSN-ս, եւ դա գիտեք, այդ աշխարհում բան է լինում, չէ՞, կարծիք է ձևավորում, ուրիշ ժողովուրդների մեջ, ուրիշ ազգերի մեջ, պետությունների մեջ։ Այսինքն այդ թուրքական թեզերը դառնում են ճշմարտություն, պատմություն, իրողություն, եւ մենք էլի տենց էլի պարտվում ենք, էլի պարտվում ենք։ Մարդիկ կան ասում են հետո ինչ լավ հանեց Արարատը, ասենք թե զինանշանից էլ հանեցինք, հո մեր հոգու մեջ Արարատը կա եւ այլն, բայց արդյոք դա այդպես է։ Իհարկե այդպես չի։ Իհարկե այդպես չի։ Նայեք ես Այսինքն պետական քաղաքականությունը շատ կարևոր է, որպեսզի սերնդեսերունդ շարունակվի գիտակցությունը գաղափարական առումով։ Անգամ ասել եմ, կարծեմ, հիմա էլ եմ ուզում ասեմ, Նիկոլը նեոբոլշևիկ է։ Ոնց որ բոլշևիկներն են ուզում այդ ազգայինը հանել, այն բոլոր ժողովուրդների միջից, որոնք մտան խորհրդային պետության մեջ, այ Նիկոլը հիմա նույն բանն է անում, բոլշևիկի հոգեբանությամբ, այն ազգային մեր հիմքը ուզում է ջնջի մեր միջից, մոռացության տա։ Իդե բոլշևիկների մեջ մենակ Լունաչարսկին էր, ինչքան ես հիշում եմ պատմությունից, որ կարևորել է, չէ, այն մարդ ազգային է բան եւ հակասություններ են եղել բոլշևիկյան այդ
վերնախավի հետ ազգայինը, այո, որտեղ տարբեր ժողովուրդներ են, շատ ավելի հին, քան ռուսները, հա։ Հիմա Նիկոլը այդպես նեոբոլշևիկ իր տեսակով ազգայինը մեր միջից ջնջում է, մեր հիշողությունը, մեր պատմությունը վերախմբագրում է, սխալ եւ ելի մեզ սարքում է ուրիշ մի հայ եւ դա ստացվում է իրամոց, այս ահավոր է, որովհետեւ ես այսօր որ նայում եմ, ասենք, մեր իրականությունը, ես չեմ ճանաչում մեր ժողովրդին, դա ուրիշ ժողովուրդ է։ Գուցե չեն հասկանում, որ դա այդպես է։ Օրինակ ես հարցումներ տեսա, որտեղ քաղաքացիներն ասում են, որ պետք է կնիքի վրայից Արարատը հանվի, նրանք ասում են, սուտ եք ասում, նման բան չկա։ Չասեմ, մեր հայ ժողովուրդը բան է, գիտեք, այդ միամտությունը երբեմն մանկամտության պես է, էլի մենք միամիտ ժողովուրդ ենք։ Բայց այդ միամտությունը մեզ միշտ կործանել է եւ դա էպոսում էլ կա, էլի, այդ Սասնա ծռերում այդ հայ մարդու հայ միամտությունը կա։ Եվ դա գենետիկ է եւ մենք պետք է իսկապես մի հատ հասկանանք այս ամեն ինչը ճիշտ արժևորում տանք։ Այս գաղափարախոսությունը, որը լրիվ օտար հայկական, այսօր էլի ներմուծվում է, այս իրական Հայաստան, այս էլի կապիտուլյացիա է։ Նույնիսկ ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը միջամտեց եւ սկսեց խոսել իրական Հայաստանի մասին, ասաց թե ինչ շտադրումներ պետք է իրենք անեին դերասանները, այս հարցին ինչ կասեք։ Եվ սա ընդհանրապես այս դեպքով կարող ենք բնութագրել, թե սա իսկապես պետական քաղաքականություն է, հաշվի առնելով, որ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունը նոր հայեցակարգ է դրել քննարկման։ Ես քանի որ միշտ աշխատում եմ պրոֆեսիոնալ վիճակների մեջ, թատրոնի մարդ եմ, ես դրա համար նախապես ուզում եմ ասեմ, որ ես այդ ներկայացումը չեմ նայել, ասեմ ավելին այդ պատմվածքը չեմ էլ կարդացել։ Բայց ուզում եմ ես հետաքրքիր է, ես ուզում եմ կարդամ։ Հա, բայց այստեղ մի հատ ուրիշ բան կա։ Եվ դա պահի տակ արված գործողություն էր, թե դա իր ծրագրերի մի մասն է, ուղղակի այդ պահին ինքը չդիմացավ, միջամտեց, բայց առհասարակ խնդիր դրված է միջամտելու։ Նայեք, ամեն մարդ կարող է եւ կարծիք ունենա ներկայացումից հետո, եւ դա շատ լավ է, այսինքն որովհետեւ մարդը դա եզակի է, ինքը եզակի է։ Դու կարող ես այսպես հասկանալ, դու այսպես, եւ դա քոնն է, դա սեփականն է։ Եվ վերջում դուք հարցադրումներ եք անում։ Պատասխանները այո, երբեմն նույնիսկ այդ հարցադրումները գուցե ավելին են, քան հարցադրումներ, այդպես էլ է լինում։ Դա կախված է նաեւ ներկայացման ժանրի հետ։ Բայց ամեն դեպքում չպետք է պարտադրել։ Չեմ կարծում։ Փաշինյանի ասածը հենց պարտադրելն էր, այսինքն քարոզչություն իրականացնել։ Տեսեք, ես դրա համար ասում եմ, Նիկոլը բոլշևիկ է, որտեղ օրինակ բոլշևիկները ինչ էին ասում, այսինքն իդեոլոգիան, գաղափարախոսությունը, հա, սովետական, պրոլետարիատի դիկտատուրա, սոցիալիզմ, հա, այսինքն ով չէր համապատասխանում դրա հետ, գնդակահարում էին, աքսորում էին, կորցնում էին մարդկանց կամ հոգեբուժարաններում էին սպանում, երկրից արտաքսում էին, հա։ Հիմա որտեղ արվեստում գաղափարախոսություն դա անընդունելի է։ Արվեստագետը ազատ է, ինքը իրան չի կարելի մտցնել որևէ տեսակի գաղափարախոսության հետ։ Կապ չունի դա ազգային է, հակազգային է, աչական գաղափարախոսություն է, ցախական, դա արվեստագետի ազատությունն է։ Եվ եթե դու գաղափարախոսություն ես մտցնում, դա այդ ցենզուրան, գիտեք, դա արդեն կարմիր գիծ է։ Եվ ես այստեղ զարմանում եմ, գիտեք ինչի վրա, այդ մեր արվեստագետների լրության վրա։ Այս միջադեպը, սա կարմիր գծի պես մի բան էր, սա մեծ ահազանգ պետք է լինի։ Բայց խոսվեց, մոռացվեց, գնաց։ Որպես պահի տակ արված ինչ-որ գործողություն, բայց իրականում ոչ մի թատրոնի տնօրեն չխոսեց, ոչ մի գեղարվեստական ղեկավար, ոչ մի, որը վախենում են իրանց պաշտոնից, իրանց աթոռից, ինչի համար։ Ոչ մի ստեղծագործական միություն չխոսեց ի վերջո։ Տեսեք, ստեղծագործական միությունները հիմա պետք է հազանգեն։ Գրողների միությունը բան չունենք ասում, թատերական գործիչների միություն։ Սա արտառոց է։ Այսպիսի բան չի եղել։ Երբեք չի եղել։ Նոր անկախ Հայաստանում իհարկե ցենզուրաներ եղել են, ասեմ ձեզ։ Այնպես չէ, որ այնց անհատական օրինակ ես
Սերժ Սարգսյանի օրոք բեմադրությունն է արել, օրոք եմ ասում, իսկապես օրոք։ Եվ թատրոնի տնօրենին ցենզուրա արեց, այսինքն այնտեղ կարիկատուրա կար Սերժ Սարգսյանի, թեթև, ինտոնացիոն, ոչ մի գրեհկություն։ Տնօրենը ինձ կանչեց, ասաց, սա չենք անում, բայց տարիներով արել ենք։ Դա իր անձին էր վերաբերում։ Չէ, ինքը ուղղակի վախկոտ ստոր կեղտոտ չինովնիկ էլի։ Եվ գիտեք, այստեղ ինչն է վատ, չեմ ուզում անվտամ։ Նկատի ունեմ դա Սերժ Սարգսյանի անձին էր վերաբերում։ Հիմա կոնկրետ այդտեղ ազգայինին վերաբերող հարցեր։ Տեսեք, վիրավորական, այդտեղ ինքը ժանրային իմաստով վիրավորական բան չկար, ուղղակի դրամատուրգիայի տեքստը ոչ մի բան չէր ավելացված։ Դա ասում էր, ասենք Սերժ Սարգսյանի ինտոնացիայով երբեմն այդ իր մաներայնությամբ։ Այդքան բան։ Ու հանկարծ ու ես էլ գիտեք, ահա որ մեծ աղետ է ընդհանրապես, ասենք, երբ որ ստեղծագործական կոլեկտիվներում մարդը ինքնացենզուրա է անում, ինքը իրեն վախից։ Ես օրինակ չեմ կարծում, թե ասենք վերևից ադմինիստրացիայից Սերժի ասել էին, գիտես, ինչ կամ հանրապետը, չէ, վախից ինքնացենզուրա։ Այս ամենահավոր բանը, ինքնացենզուրան։ Հասկանում եք։ Բայց ազգային արժեքների հետ կապված։ Թկած, այդ անցախ թկած, չինովնիկ, դրա համար չինովնիկ են իրանք։ Այսինքն մարդուն աթոռ ես տալիս, ինքը դառնում է չինովնիկ։ Նույնիսկ թատրոնի մարդուն, որ ասենք բեմ բարձրացող մարդ է եղել կամ կրթությունն էլ թատերական, հա, բայց դու աթոռ ես տալիս, ինքը վախից դառնում է չինովնիկ։ Ու որ ասում ես ինչի, բայց ինչի ես դու դա անում։ Ունեք ես հարցել եմ, ինչի, տարիներով արել ենք, ինչի, հիմա դու մի հատ բառ ասես, որ գնացել եմ տուն, այդ բառը գրել եմ թղթի վրա, ասես նայել եմ, էլի։ Ահա որ բառ է, սարսափելի բառ է, գիտեք, ասես նպատակահարմար չէ, պատկերացնում եք, մի բառ ընդամենը, բայց դա սարսափելի բառ է, գիտեք, նպատակահարմար չէ։ Ինքնացենզուրա է անում ինքը իրան, որտեղ վախկոտ ստոր պիղծ չինովնիկ է։ Հիմա ամեն ինչ մենք պետք է հարմարեցնենք իրական Հայաստանին, կարծում եք նման խնդիր է դրված այսօր իշխանության։ Այո, եւ ես էլ եմ ասում։ Մշակույթը, գրականությունը, բայց այդ դեպքում պետք է ամեն ինչ ջնջել։ Տեսեք Նիկոլը այդպես մեր գրականությունը ամբողջ արևմտյան Հայաստանի մասին հիշատակումներով, ստեղծագործությունները, պատմությունը։ Նիկոլի վարքագիծը ինչպիսին է, այսքան տարիներ, ինքս թույն է ներարկում փոքր դոզայով հասարակության մեջ, թույն։ Ու տեսնում է թույնը ոնց մարսվեց, գնաց։ Հետո չափաբաժինը ուժեղացնում է, հետո ավելի է ուժեղացնում։ Եվ որ ինքը sense քիչ անում է դա, եւ որ արդեն շատ մեծ դոզայի թույն է դա արդեն, հանրությունը արդեն մի տեսակ է թույնի սովորել է, էլի, հասկանում եք, իր մեր արյունը այդ թույնին կարծես թե սովորում է։ Սա մտածված ձև է, քիչ կամած այդ նարատիվները ներարկես եւ ժողովրդին սարքես զոմբի, հա, այն տեսանք են։ Կեցե, այն երրորդ ռեյխի ոնց որ դոկումենտալ կադրեր լինեին, հա։ Նկատի ունեք համագումարը։ Հա, ասենք դա հայտարարություն, գիտեք, ես նայում եմ, երևի ամբողջ աշխարհը նայեց ու ծիծաղեց մեզ վրա։ Աշխարհը տեսավ ու ասեց, հա, ասեց, հայերը կործանվում են։ Ասում են կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ված բան էին ասում։ Գիտեք, նայեք, ես չեմ կարծում, որ այդքան մարդը իսկապես կիսում էին Նիկոլի մտքերն ու գաղափարները։ Ես չեմ կարծում։ Այդ իրական Հայաստանի մասին։ Հա, ես չեմ կարծում։ Բայց հիմա այդ եմ ասում, թույնի դոզան, թույնը, Նիկոլը վամպիրի պես կծում է, այսպես կծել է սաղին, հա։ Եվ դու դառնում ես ինքդ վամպիր, ինքը վամպիր է, հա, այդպես կա, չէ՞, մենք գիտենք պատմությունից, կինոներից եւ այլն, հա։ Ինքը այդպես կծում է եւ դրանք sense վամպիրներ են իրանք, sense զոմբիացած, նայում են, խոսում են, դրեսիրովկա է անում, ոնց որ ասենք ցիրկի այդ վարժեցնողը կենթանիների հետ։ Մի անգամ է փորձենք, լավ չասեցիք, հələ մի հատ էլ ասեք, այս խայտարակություն է։ Այս չգիտեմ, դրա համար եմ ասում, ես չեմ ճանաչում այս ժողովրդին։ Ինձ համար անծանոթ ժողովուրդ է, ես չգիտեմ ինչ է լինելու։ Եվ քաղաքական գործիչներն իրենց սխալ են պահում, շատ սխալ։ Իրար հետ կռվում են, իրար հետ չունեն, նեղացած են, շատ դեպքում տղայական ինչ որ
Սրա լրատվամիջոցը սրան է գծում, սրանը է գծում, ինչ որ թույն ու թարախ ու կործանում է սա։ Ինչ որ մի հատ ուրիշ մի ցնցում է պետք լինի։ Մեր հասարակության մեջ մի ցնցում է պետք, մի երկրաշարժ, պատկերավոր եմ ասում, էլի, պատկերավոր։ Մի երկրաշարժ է պետք, որ բոլորը դուրս գան այդ թմբիրից, այդ թույնից ազատվեն։ Եվ դա չի լինում, այդ երկրաշարժը չի լինում։ Այդ ցնցումը չկա մեր մեջ։ Այդ ցնցուղանողն է չկա, ցնցումանողը չկա։ Չկա, չի հայտնվում։ Եվ մեր ժողովուրդը գիտեք, մենք արիացի ենք, դառնապես արիացիները տենց անհատական դրսևորումները իրենց մեջ շատ ուժեղ են։ Մենք անհատապաշտել ենք, էլի։ Անհատի հանդեպ ունենք մի տեսակ յուրահատուկ, դրա մենք անհատական ենք։ Անհատական դրսևորումները մեր ավելի ուժեղ են, քան կոլեկտիվ։ Այդ անհատին մենք սպասում ենք, այդ հերոսին սպասում ենք ու այդ հերոսը չկա։ Հասկանում եք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավիրի համար նորից։ Զրուցակիցս դերասան Կարեն Խաչատրյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։